Համեցեք։ Խնդրեմ, հիմա հարցերի համար, հա։ Պարոն դուք նշեցիք, որ իրավական քանի ճանապարհներով եք ցնալու, խնդիրը լուծելու համար։ Ուզում էի ճշտել, իրատեսական եք համարում, որ այս քաղաքական հարցը հնարավոր է իրավական ճանապարհով լուծել, եւ հիմա շատ են խոսում, որ միությունը, խորհրդարանական ծառայությունը պետք է հրաժարվի մանդատներից։ Իրավական առումով ինչ տեղի կունենա, եթե ամբողջ միությունը հրաժարվի մանդատներից։ Մեր համոզմամբ, երևի սա նաև պայմանավորված է նրանով, որ մեր ուժում շատ են իրավաբանները, մեր համոզմամբ իրավական պրոցեսները շատ կարևոր են։ Վերջին արդյունքում բոլոր վեճերը, լինեն դրանք քաղաքական, ոչ քաղաքական, հանգուցալուծվում են իրավական դաշտում, եւ դրանում դուք ինքներդ ոչ մեկ անգամ եք համոզվել, աշխարհակաղակական մակարդակում եւս վեճերը լուծվում են ի վերջո իրավական հարթության մեջ։ Եվ հետընտրական պրոցեսը եւս դրանից անմասն չի մնում, մանավանդ որ դրա վերաբերյալ մենք ունենք համապարփակ իրավական կարգավորում Հայաստանում, հետեւաբար սրանով է պայմանավորված այն, որ դա մեր այս պահին եղած կարևորագույն գործիքն է, դեր կանգնելու մեզ ձայն տված քաղաքացիներին, այդ 33,500-ից ավելի անձանց։ Ինչ վերաբերում է մանդատների վերցնել չվերցնելուն, սա մենք հայտարարել ենք, որ ազգային ժողով անցած ուժերի, ընդդիմության ներկայացուցիչների որոշելիքն է։ Անկախ նրանից նրանք կվերցնեն մանդատները, թե չեն վերցնի մանդատները, ունեն հնարավորություն քաղաքական կամք դրսևորելու պայմաններում օգտվել են վիճակից, որը ստեղծվել է, այսինքն 2/3-ը, որը այսօր չունի քաղաքացիական պայմանագիրը, 2/3-ը, որը որ չունի, մանդատներ վերցնելու պարագայում էլ կարելի է կանխարգելել այդ 2/3-ով որոշումների անցկացումը, եւ այստեղ ամենակարևորը սահմանադրական փոփոխությունների մասին է հարցը, եւ մանդատներ չվերցնելու դեպքում էլ բնականաբար այստեղ այլ հարց չի առաջանում, որովհետեւ չկան ուղղակի падգամավորներ, թափուր են այդ տեղերը մնում եւ իշխող քաղաքական ուժը չի կարողանալու ուրեմն գործող կարգավորումների լույսի ներքո այդ օրենքի նախագիծը անցկացնել ազգային ժողովում։ Այսինքն սա կախված է լինելու բացառապես այս պահին պաշտոնապես հայտարարված երկու ընդդիմադիր ուժերի մոտեցումներից եւ նրանց ընդդությունից։ Ինչպես ես այդ հարցը չէի ուզենա քննարկել, որովհետեւ կարծում եմ, որ դա կախված է լինելու ուժերի նաեւ կոնֆիգուրացիայից, թե ինչ կլիներ։ Այս պահին մենք ունենք առկա իրողությունը։ Երկու խոշոր ընդդիմադիր ուժ գտնվում են ազգային ժողովում եւ իրենց որոշելիքն է մանդատները վերցնել թե ոչ։ Մենք հիմա այդ հարցը չենք քննարկում, պարզապես մենք ունենք այն, ինչ ունենք։